Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Pure Pilates by Inessa ակումբի համահիմնադիրը, ակումբ, որը հանդիսանում է Հայաստանի առաջին եւ միակ պիլատեսի մասնագիտացված դպրոց ստուդիան։ Այսօր ապրիլի 7-ն է, այդ առիթով իմ հյուրն է Լուսինեն, ով սպասում է իր երրորդ բալիկին, իր երկրորդ բալիկին ունեցել է մեզ հետ միասին եւ ցավոք սրտի առաջինին մենք դեռ իրար չենք ճանաչել։ Ողջույն Լուսինե ջան, շատ ուրախ եմ, որ հենց այսօրով ենք հանդիպում։ Լուս, Հայաստանում դեռ պիլատեսը չի հասել իր ճանաչելիության գագաթնակետին։ Դեռ կան մարդիկ, որոնք չգիտեն պիլատեսը ինչ է, նույնիսկ չգիտեն, որ պիլատեսը մարդ է եղել, ով ստեղծել է պիլատեսը։ Ինչպես դու գտար մեր ակումբը, ինչպես որոշեցիր զբաղվել պիլատեսով, արդեն ծանոթ էիր, մեզ հետ միասին ծանոթացար։ Ճիշտն ասած, ես իմ երկրորդ բալիկի ժամանակ, հղիության ժամանակ արդեն որոշել էի, որ ես ուզում եմ պիլատեսով զբաղվեմ հղիությանս ընթացքում։ Ու այդ ժամանակ ինտերնետում ման էի գալիս, որ հենց պիլատես ու սթրեչինգ լիներ, որտեվ չէի ուզում յոգա լիներ, որտեվ յոգան շատ էր տարածված հղիների հղի ժամանակ հղիների շրջանում, որ հենց հղիներ լինում միանգամից ուզում են յոգայի գնան, իսկ ես նաև դասավանդել էի յոգա ու գիտեի, որ ես ուզում եմ ավելի իմ մկանները ձգվեն, ավելի ես ինձ լավ զգամ։ Այսինքն գիտակցված որոշում է եղել։ Հա, գիտակցված ու ման էի գալիս ու առաջինը երևի որ գտել եմ ու հենց հղիների սերտիֆիկացված կամ հղիների ուղղությունով, որ ես կարամ զբաղվեմ պիլատեսով, այդ եղել է Pure Pilates-ը։ Ու ես հիշում եմ, որ հենց մի անգամից զանգել եմ ու հենց մի անգամից հասկացա, որ, այսինքն զանգով իմացա, որ կա այն, ինչ ես ուզում եմ, մի անգամից դիմեցի ու եկա։ Լուսի, դեպ նշեմ, որ ես երբեք չեմ թույլ տա, օրինակ, որ իմ ակումբում մի մարզիչ, որ չունի այդ փորձը, չունի համապատասխան վերապատրաստում, անցկացնի հղիների հետ դաս։ Մենք ունենք շատ մարզիչներ, մենք 10-ից ավելն ենք, բայց հղիների հետ զբաղվում ենք միայն երկուսս։ Ես, այո, ես ինքս էլ անցել եմ վերապատրաստում, շատ լուրջ եմ այդ հարցին մոտենում եւ երբևէ ինձ չէի թույլ տա հղիների հետ մարզվել, չնայած երկար տարիների փորձ ունեմ այս ոլորտում, բայց երբեք դա ինձ չէի թույլ տա, մինչև ես չունենայի խորը գիտելիքներ։ Եվ ունեցել եմ շատ բազում հղիներ, միասին առաջի բալիկ ենք ունեցել, երկրորդ բալիկ ենք ունեցել ու շատ հետաքրքիր միասին այդ ճանապարհը անցնում ենք։ Իրական շատ ճիշտ գիտակցված որոշում ես կայացրել, որովհետև պիլատեսը ցուցված է։ Եվ հղիությունից առաջ, եւ հղիության ընթացքում, եւ առհասարակ հղիությունից հետո վերականգնման շրջանը, որը որ դու արդեն մեզ հետ անցել ես։ Շատ հեշտ է իրականում ավելի պիլատեսից հետո, որտեվ իմ առաջի բալիկի ժամանակ ցավոք չեմ եղել այստեղ, որովհետև չի եղել Pure Pilates-ը։ Իսկ թվում որ լիներ, ես հաստատ նորից կգայի, որովհետև մամայի համար գիտակցաբար այն մամաները, ովքեր որ ուզում են վերականգնվեն կամ չգիտեմ, իրանց ավելի լավ զգան, հաստատ կարան ինչ-որ տարբերակ մտածեն ու գտնեն ու գան։ Ու ես ասենք ոչ մի գովազդի, ոչ մի ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ տենց բանով չեմ գտել, այլ ես ինքս ուղակի փնտրել եք, ուզեցել եք, այո, այն ինչը որ ինձ պետք է եղել, որովհետև առաջին բալիկից ժամանակ ես զգացի ծննդաբերությունից հետո ինչքան է իմ մարմինը թույլ ու այդ ուղղակի իմ համար չգիտեմ շատ դժվար էր գիտակցել իսկ երկրորդ բալիկի ժամանակ երբ որ ես արդեն պիլատեսի եմ եկել պիլատեսից հետո ես զգում էի մկանները միայն որովայն էր որին որ ժամանակ էր պետք որ հետ գար կամ չգիտեմ ինչ ու ես հիշում եմ որ այստեղ արդեն հղիությունից հետո երբ որ վարժություններ կար, որ ինձ պետք էր, որ իմ որովայնը ինձ ձգեր, բարձացներ, չէր ստացվում ու իմ մեջ այդ շատ է տպավորվել, որ երբ որ ստացվեց առաջին անգամ ու դու նայեցիր ինձ ու ասացիր լույս ստացվեց ու ես այդ ժամանակ մեջիցս ավելի ոնց որ ինձ լավ զգացի որ ճիշտ է այսինքն ես կարողացա այդ անեմ ու ավելի շուտ եղա վերականգնումը դու ինձ մի քիչ առաջ ընկար ես հենց այդ հարցն էլ պատրաստել եք ես որովհետև մի քանի օր առաջ երբ որ դու իդեպ նշեմ որ Լուսինեն մարզվում է Արմինեի հետ մեր մարզիչներից է առաջատար ով շատ տարիների փորձ ունի եւ ունի համապատասխան գիտելիքներ հղիների հետ մարզվելու
եւ դուք խոսում եք եւ պատահական ես մի հատ բուջուրիկ վիդեո նկարեցի, story գցեցի, թե ոնց է իր պատմում, որ գիտեք առաջին երեխային որ ունեցա, Լուսինեի խոսքերն եմ հիմա ես ասում, առաջին երեխային ունեցա, ես քայլում էի, իմ լացը գալիս էր, որովհետեւ ես զգում էի, ինձ թվում էր, որ ես ոչ մի մկան չունեմ։ Իսկ երկրորդ երեխայից հետո, որը մենք միասին ենք անցել այդ փուլը, արդեն այդ տրավման կարելի ասել, ոնց որ այդ հոգեբանական տրավման դու չես ունեցել ու արդեն դա չունենալով դու ես երրորդին արդեն ոնց որ անցել ես, տեսել ես, չէ՞, ինչքան վստահ ես արդեն Ես նույնիսկ հիշում եմ, որ բալիկից երկու բալիկներս ունեցել եմ կեսարյան ու երկրորդ կեսարյանի ժամանակ, երբ որ մաման գտնվում է բոքսում, բոլոր մամաները իրականում այդ մի քիչ շատ այդտեղ դժվար պահն են, որտեվ եթե ինչ որ մեկ իր առաջին բալիկին է ունենում կամ երկրորդ կամ չգիտեմ ան, այդ ցավը շատ սենց ամեն մեկը չի կարա որ այդ տանի։ Ու ես հիշում եմ իմ երկրորդ բալիկի ժամանակ, այսինքն ամբողջ ընթացքում պիլատեսով զբաղվելուց հետո ես բոքսում ուղղակի պարկած մեջքի վարժություն, մեջքս բարձրացնում էի, արդեն սենց չգիտեմ շարժում էի բան, ու իրականում մի պահ ես էլ էի զարմանում, որ ինչի եմ էլի ստենց ասենք հələ նոր մի քանի րոպե է որ արել են իմ կեսարյանը ու կողքից աղջիկն ասում է ինչ ես անում ասում եմ պիլատես ուզում եմ շարժվեմ առաջինը շարժվում մեկը ինձ ու ինքը ինձ տարօրինակ է նայում այն բանով ասում ես էլ չեմ կարա պարկած մնամ ասում բայց նոր են քեզ նոր ես դու եկել ասում հա բայց անհնար է այսինքն առաջին րոպեից սկսած դու կարաս ու ոդկս էի չգիտեմ ոդկս էի փորձում շարժել բան որ այսինքն նյութափոխանակությունը այսինքն ուզում էր ավելի սովոր էր այո ու ավելի գիտակցաբար ես վերաբերվում այդ ամեն ինչին ու այդ շատ հաճելի է ուղղակի լույս իսկ ես չեմ հիշում օրինակ հիշացրու էլի առաջի հղիությունը հենց ամենասկզբից մինչև վերջ մարզվել ես մեզ մոտ երկրորդը, այո, երկրորդ բալիկի։ Այո, հենց ու ամենահենց վերջը մինչև վերջին օրը եկել եմ ու իմ համար շատ բաներ, որ ես այստեղ նույնիսկ կարողացա իմ շպագատը բացել նորից ու շատ այդ հղիության ընթացքում ձեր հորմոնալ ֆոնի փոփոխման վրա արդեն կարողանում եք այո, ու այդ ձգված լինելը, այդ շատ բաներ։ Այո, սկզբից եկել եմ, այսինքն երբ որ բժիշկ արդեն թույլ է տալիս, ինձ չի որ ինչ որ Իսկ օրինակ ես հիմա համոզված եմ, որ շատ մամաներ, որոնք սպասում են բալիկի կամ պլանավորում են, շատ մեծ հետաքրքրությամբ կլսեն մեր զրույցը։ Ես հիշում եմ, երբ որ դու երրորդին արդեն սպասում էիր, ինձ գրեցիր, ասցիր Ինեսա, ինձ նախ անչափ ուրախացնում է, որ մեր հաճախորդներ իսկ իրանք ահավոր շատ են։ Շատ շատերը մենք sense անընդհատ ամեն ամիս ունենում ենք հաճախորդ, որ գիտեք, մենք բալիկ ենք սպասում։ Երբ որ դու արդեն իմանում ես, որ դու սպասում ես բալիկի, ինչ փուլեր ենք, չէ՞, անցնում, սկզբից սկսում ենք ստուգվել, հասկանալ, խնդիր կա չկա։ Արի մեր հետևորդները, որոնք սպասում են բալիկի կամ պլանավորում են, մի փոքրիկ իրանց հուշենք, օրինակ իմացանք, որ բալիկ ենք սպասում։ Ինչ ենք անում։ Եթե մարզվելու տեսանկյունից։ Եթե այն մամանա, որ ինքը ուզում է մարզվի ու գիտի, որ օքեյ բալիկի է սպասում, բայց ինքը ուզում է նաև մարզվի, առաջինը այդ իրականում մինչև 12 շաբաթականը շատ ժամանակ ասում են, որ պետք չի դեռ, որտեղ այդ ժամանակ դեռ բոլոր անալիզներն են, բոլոր ստուգումներն են հիմնական, որը որ պետք է լինի, բայց թեթև ինչ որ մարզումներ կարելի անել։ Այսինքն եթե գալիս են, որոշում են, որ գալիս են պիլատեսի, իրանք կարան չգիտեմ, ասեն, որ իրանք 8 շաբաթական են կամ 9 շաբաթական են, հաստատ իրանք կարող են նենց շարժումներ սկսել անել, ուղղակի որ բան չի, այսինքն պետք չի վախենալ։ Եթե նենց մամայա, որ ընդհանրապես չի զբաղվել ոչ մի սպորտով, ոչ մի ինչ-որ տեսակի բանով, ինքը մի քիչ ավելի պետքա երևի 12 շաբաթականը սպասի իմ կարծիքով։ Լուսինե ջան, ես ավելին ասեմ, օրինակ ես երբ որ վերապատրաստում էի, դա մեր միջազգային դպրոցում էր, իսկ մեր դպրոցի վերապատրաստումները շատ լուրջ են։ Երբ որ վերապատրաստում էի, մեր դասախոսը ասեց, որ դա լրիվ նորմալ է, որ կարա մաման օրինակ հղիանա, ինքը առաջի ամիս, երկրորդ ամիս, նույնիսկ կարող է չիմանալ եւ նա նույն տեմպով կարա շարունակի մարզվել եւ դա ոչ մի վնաս իրեն չի տալիս։ Բնականաբար ես չեմ ոնց որ քարոզում, որ պետքա ոնց որ տենց անել, բնականաբար առաջինը բժշկին են լսում այդ բոլոր ցուցումները եւ հակացուցումները հաշվի առնելով, բայց հիմա ես դա եմ նկատել ու միշտ բժիշկները հիմնականում իրենց ապահովագրության համար միշտ
ասում են, որ 3 ամիս հետո, բայց ես շատ ունեմ հաճախորդներ, որոնք, այսինքն եթե միջև հղիությունն է, ինքը մարզվել է, ինքը չունի ոչ մի հակացություններ, բնականաբար կարող է եւ նաեւ եթե չկա ինչ-որ վտանգ, ինչ-որ երեխային կորցնելու, կարող են հանգիստ սկսել մարզվել եւ հիմնականում բոլոր իմ հղիների հետ մինչեւ վերջ գնացել ենք միասին եւ ունեմ նաեւ հյուր հետագան, որին հրավիրելու եմ, որի հետ էլի անցել ենք, ունեցել ենք արդեն բալիկին եւ այդ տարբերությունը իր հղիությունը պիլատեսով, որ ինք ունեցել է առանց պիլատեսի եւ հղիությունը պիլատեսի հետ շատ իր նկարագրելով տարբեր է եղել։ Այսինքն թեկուզ այդ աճոկները, որ ունենում են կանայք, այդ ոտքերը ուռում են, ես դեռ չեմ ունեցել հղի, որ այդ պատկերը ես տեսել եմ հղիության ընթացքում պիլատեսով մարզվելիս։ Օրինակ առաջի հղիությունը քո մի հատ արի համեմատենք առաջի հղիությունը առանց պիլատեսի, երկրորդ եւ երրորդ հղիությունները պիլատեսով։ Շատ տարբեր է եղել, որովհետեւ չնայած որ նախքան առաջին իմ հղիությունը ես շատ երկար ապրել եմ, 27 տարի ապրել եմ, նույնիսկ դաս եմ տվել յոգա ու այսինքն միշտ սպորտային ինչ-որ, չգիտեմ, ակտիվության մեջ եմ եղել, բայց երբ որ ես իմացա, որ ես բալիկի եմ սպասում, չգիտեմ, երևի կարող է իմ առաջին հղիություններ, ինչն էր, իմ օրգանիզմը ոնց որ չուզեց շարժվի։ Չնայած ես անդադ ակտիվ էի էլի, նույնիսկ չգիտեմ, իրականում բնույթով շատ ակտիվ եմ, բայց ոչ մի բան չարեցի։ Իսկ հիմա այս զգացողությունը ու հենց դա էր, որ ես իմ առաջի բալիկից հետո առաջին անգամ ուղակի որ պետքա արագ դուրս գայի վազեի ինչ որտեղ գնայի, ու ես վազում եմ ու զգում եմ, որ իմ ոտքերի մեջ ոնց որ ոչ մի մկան չլինի, ուղղակի մաշկս մենակ լինի։ Ու իմ համար շատ ծանր էր այդ մտածելը, ու ես չգիտեմ, շատերին եմ ասել, որ երևի շատ մամաների համար է տարօրինակ մի քիչ կլինի, բայց երկրորդի ժամանակ ես երևի առաջին իսկ հենց պահից սկսած ես իմ մկանները զգացել եմ։ Ամեն դեպքում այն մկանները, որոնք որ հնարավոր է եղել հղիության ժամանակ մարզել։ Իսկ նույնիսկ ուզում էի ասել, որ սկիզբը հղիության, այսինքն մաման հիմնականում իմանում է 5-6 շաբաթականում իր հղիությունը, այսինքն այդ առաջի ստացվում է, որ 1 ամիս ու մի քիչ ավել, ինքը եթե մարզվում է, ինքը կարող է մարզվի, ինքը նույնիսկ չիմանա, որ բալիկի է սպասում, նրա համար այդ շատ նորմալ էր սկիզբը, հետո արդեն դե ստուգումների համար, ստուգումներից ելնելով։ Լուս, իսկ երբ որ դու եկար պիլատեսի, դա հենց այն էր, ինչ որ դու պատկերացնում ես, դու առհասարակ պատկերացում ունեիր, օրինակ այկար կարող է դու պատկերացնում ես պիլատեսը ձգումները, օրինակ շատ սխալ կարծիքներ ունեն մարդիկ պիլատեսի մասին, մեկը գիտի ձգումների դաս է, մեկը գիտի յոգայի տեսակ է, մեկը գիտի ուղղակի շնչառական դաս է, քո սպասումներին ինքը համապատասխանեց։ Իսկ թվում է ավելի անցավ, որովհետև նախքան այդ ընդհանրապես չէի զբաղվել պիլատեսով, բայց այստեղ լրիվ այդ որ ուղղակի սիրահարվեցի պիլատեսի վրա ու նույնիսկ հղիության ժամանակ թվում է ավել եղավ ու ավելի շատ բան իմացա։ Հիմա երևի ինձ եթե ասեն գնա ինչ-որ մարզասրահ կամ չգիտեմ ինչ, ես հաստատ չեմ ուզենա երբեք գնամ, որովհետև այստեղ զգում ես մկանները, զգում ես ճիշտ քո մարմինը։ Օրինակ, չգիտեմ, պարողների մոտ շատ կա, որ իրանք որոշ ձևով իրանք շատ սխալ են պահում իրանց մարմինը, ողնաշարը, չգիտեմ, շատ ուրիշ ձև է լինում։ Իսկ այստեղ ես սովորեցի նույնիսկ հղի լինելով նենց կարողանամ պահել իմ ողնաշարը, այսինքն քայլելուց էլ նույնիսկ, որ ծանրաբեռնվածությունը չընկնի իմ մեջքի վրա կամ ավելի շատ չհոգնեմ։ Ու ես արդեն քայլելուց ինքս sense գիտեմ, մեկ էլ ուղում եմ իմ մեջքը կամ չգիտեմ, այդ շատ է օգնում։ Իրականում շատ լավ գնահատական է, հատկապես այն մարդու կողմից, ով 27 տարի ապրել է։ Ես օրինակ ունեմ շատ հաճախորդներ, որոնք հատկապես օրինակ լատինական պարերից, ոչ թե ինչ որ բացասական կարծիք եմ ասում, բայց այդ պարի ձևը պահանջում է, որպեսզի այդպեսի կեցված լինի եւ երկար տարիների ընթացքում արդեն ձևավորվում է ողնաշարը այդպես, բայց շատերը շատ ցավեր են ունենում եւ հետո ինձ որպես օրինակ մասնակից դժվար է լինում իրանց այդ կեցվածքը նորից բերել կոնքը իր ճիշտ չեզոք դիրքին հասնել, դա էլի երկար ամիսների եւ տարիների աշխատանք է պահանջում, բայց սկիզբը բան եղել, որ հասկանամ, որ ոնց պետքա պահեմ, ինչի ոնց, ու հետո երբ որ հասկանում ես ու զգում ես այդ ամեն ինչը քո վրա, նոր զգում ես թե ինչքան ճիշտ է, երբ որ դու ճիշտ ես պահում։
Լուզ, ես հիշում եմ, որ դու ունեիր նաև ծնկի հետ խնդիր, մենիսկի հետ խնդիր։ Խնդրում եմ կասես պիլատեսը ոնց օգնեց քո ծնկին։ Երբ որ իմացել էի, որ ունեմ խնդիր, այդ ժամանակ արդեն Նախ մի հատ կներես Լուս ջան, ընդհատեմ եւ հետևորդներին ասեմ, որ պիլատեսը բնականաբար բուժման միջոց չէ, մենք բժիշկներ չենք, բայց մենք շատ ավելի կարողանում ենք բարելավել այդ վատ առողջական ինչ որ խնդիրներ եւ վիճակներ, բայց մենք չենք բուժում։ Այ ինչպես դեպի լավը գնաց քո այդ խնդիրը։ Ես արդեն ունեցել էի իմ երկրորդ բալիկին ու պատրաստվում էի 1 ամիս ու կես էր անցել ու պատրաստվում էի, որ արդեն պետք է գայի մատ պիլատեսի որոշել էի ու այդ ժամանակ ես հիշում եմ, որ հարսանիքի էի գնացել ու շատ պարել էի, ծունկս ցավացրել էի։ Պատկերացնում եմ։ Ծունկս ցավացրել էի ու այնպես ստացվեց, որ ես տենց ամեն ցավին տենց շատ չեմ վերաբերվում, որ վայ ցաված, վայ չգիտեմ ինչ, միշտ մտածում եմ կանցնի կգնա ու բայց գնալով ավելի շատացավ ցավը։ Դիմեցի բժշկի, նկարեցին ու ասացին, որ մենիսկի պատրվածք է ու պետք է, բայց գալիս էի պիլատեսի այդ ժամանակ, հիշում եմ, ուղղակի լրիվ տենց նոր էի սկսել գալ երկրորդ բալիկիցս հետո։ Միանգամից չնենց չարեցի, որ ես պետք է հոգեի վիրահատություն անեմ ու սկսեցի ինտերնետում նայել ինչ վարժություններ կան մենիսկի վիրահատության մենիսկի վերականգնման ժամանակ տանը։ Ու ես հասկացա, որ այն վարժություններն են, որոնք մենք պիլատեսի ժամանակ անում ենք։ Ու ես ուղղակի ամուսնուս ասեցի, ես չեմ ուզում վիրահատեմ իմ ոտքը, որտեվ գիտեի, որ վերականգնումը ավելի շատ ժամանակ է պահանջում։ Ու երևի մոտ 1 ամիս, այսինքն այն աստիճանի էր, որ ես իմ ոտքը քաշտալով էի տանում։ Այսինքն այդքան ցավ կար իմ ոտքի մեջ։ Ես երևի 1 ամիս սկսեցի, 1 ամիս կամ 1 ամիս ու կես, ամիսներով եմ ցենց փորձում ուզում հիշել, ու մեկ էլ ընդհանրապես անցել է։ Մինչև այսօր ես ընդհանրապես իմ մենիսկի ցավը չունեմ։ Լուսինե ջան, ես որ ասում եմ պիլատեսը հրաշքներ է գործում, ինձ թվում է այդ ամեն ինչը կարող են փաստել միայն այն քեզպես հաճախորդները, որոնք իսկապես, որտեվ շատ անգամ մարդկանց թվում է, որ դու ուղղակի ուզում ես քո դասը ծախես, բայց իսկապես պիլատեսը այնպիսի փոփոխություններ կարա մեր կյանքում մտցնի, որ մենք նույնիսկ չկասկածենք, որ դա պիլատեսը մեզ տվեց։ Լուս, դու հիմա գալիս ես մեր մոտ անհատական դասերի քո ընկերու հետ, որը նույնպես հղի է։ Ինքն էլ է, չէ՞, մեր հաճախորդը եւ շարունակում եք միասին ինքը քանի ամս եք անում։ Իրա մոտ 20 շաբաթական ամս։ Տենց հավես է, որ միասին եք գալիս, ունեք երկու հղի։ Ու ինքը իրականում ասում է, որ ես իր համար շատ մեծ մոտիվացիա եմ, որ եթե ես չլինեի, ինքը կարող է այդքան տենց բան չունենալ որ գար։ Այո, ու ես ինքը ինձանից մի քիչ ավելի ուշ է ունենում, ու ես արդեն մտածում եմ, որ նորից դասեր վերցնեմ, որ շարունակեմ մինչև վերջ, ու ինքը ասում է Okay, բայց ես մինչև վերջը չգիտեմ, ես ուզում եմ թե չէ, ասում եմ սպասի, ես ուզում ես, ասում եմ, էդ էլ մոտիվացվեց, որտեվ իրականում հասկանալ թե ինչ է տալիս պիլատեսը, եթե ճիշտ ես անում, ոչ մի վտանգ չկա։ Լուսինե ջան, շատ ուրախ եմ, որ այ քո պես, քո ընկերուին էլ վաղը մյուսներին կմոտիվացնի, այտենց մոտիվացնում եք, որտեվ շատ անգամ հղիներին թվում է, որ իրանք հիվանդ են, իրանք պետքա մնան տունը, պարկեն, բայց շարժվել է դա, նույնիսկ կան բժիշկներ, որոնք երբեմն ասում են, չէ, հանկարծ ես ունեցել եմ օրինակ հղի հաճախորդ, որ մենք միջև հղիության վերջ բժիշկին խաբել ենք, որ մենք չենք մարզվում, բայց այդ հաճախորդը շաբաթը 5 անգամ գալիս էր մարզվելու։ Մինչև վերջին օրը, նույնիսկ ունենալու օրը ինձ ասում էր կլինի մի զանգեմ բժիշկին, ասեմ, ցերեկը գամ ունենալու, առավոտը հասցնեմ գամ մարզեմ, մինչև վերջ այդ բժիշկը ասում էր մի արի, մինչդեռ այդ կինը ոչ խնդիր ուներ, շատ ուժեղ մարզված մարմին ուներ, եւ ունենալուց հետո ուղիղ 2 շաբաթ հետո մենք իր այդ սկսել ենք մարզվել, կեսարյան ունենալուց հետո 2 շաբաթ հետո, բնականաբար այդ 2 շաբաթ հետո ես իր այդ սկսում եմ աշխատել նույն հղիների ծրագրով, հետո աստիճանաբար արդեն դուրս են գալիս, մինչև լրիվ արդեն կուրսը հասնում ենք։ Լուս, իսկ դու զգում ես, որ պիլատեսով դու ոչ միայն ֆիզիկապես ես քեզ լավ զգում, այլ նաև հոգեպես, չէ՞ որ շատ մայրիկներ օրինակ հետ ծննդաբերական շրջանում ընկնում են դիպրեսիայի մեջ, հղիության ընթացքում ձեր հորմոնալ ֆոնը փոխվում է, դուք շատ զգայուն եք դառնում, կարող ամեն մի փոճուր նկատողությունից նստեք, լացեք, չէ՞ որ այդ
կան ակտիվությունը, ձեր մեջ նաև ավելի արդեն արտադրվում են երջանկության հորմոնները, սթրեսի հորմոնը կորտիզոլը արդեն ավելի սկսում է նվազել եւ առհասարակ գիտականորեն նաև ապացուցված է, որ նաև պտղի այդ նյարդային համակարգը շատ հավասարակշռված է զարգանում, երբ որ կինը մարզվում է, բնականաբար այդ բացասական եւ դրական հորմոնների նաև արտադրության տարբերությունը զգում է։ Դու զգում ես այդ տարբերությունը։ Հա, ու նաև գիտեմ, որ շարժումը, այսինքն այս դեպքում նաև պիլատեսը նյութափոխանակությունն էլ է, այսինքն արյան շրջանառությունը շատ լավացնում է ու երեխայի համար դա շատ լավ է։ Սրտանոթային համակարգը արդեն ճիշտ է եւ հավասարակշռված զարգանում է։ Իսկ վերականգնվելը կամ ստրեսը կամ չգիտեմ ինչը ես հիշում եմ, որ ինձ ուղղակի բալիկից հետո 1 ժամ կտրվել ու գալ այստեղ չգիտեմ, այդ երևի շատ մեծ էներգիա է տալիս, որտեվ պիլատեսից հետո եղել է օրեր, որ ես շատ սենց թույլ եմ եղել կամ չգիտեմ, մտածել եմ գամ, չգամ ու եկել եմ ու լրիվ ու ինքս ինձ վերջում շնորհակալություն եմ հայտնել, որ ես եկել եի պիլատեսի։ Եվ այլ էներգիայով վերադարձել ես տուն։ Լրիվ։ Դրա համար շատ է օգնում ու վերականգնվելուն էլ եւ մկանային եւ չգիտեմ ինչ որ սննդակարգով, այսինքն եթե ինչ որ մեկը մտածում է, որ պետքա գա պիլատեսի ու ինքը, չգիտեմ, միանգամից sense ինչ որ նիհար բան լինի, չէ, ինձ թվում է, չգիտեմ ինչքանով ճիշտ կասեմ, բայց ինձ թվում է պիլատեսը օգնում է, որ ճանաչես քո մարմինը, մկանները, զգաս, իսկ թե մնացածը ոնց կլինի, մի քիչ է նաև երևի ամեն մեկի աշխատանքն է։ Շատ ճիշտ է ձևակերպում, լույս, շատ ճիշտ։ Որտեվ պիլատեսին սկսել եմ ձեր միջոցով ճանաչել, այսինքն փուր պիլատեսի միջոցով, մասնագետներին, չգիտեմ, իրանց միջոցով եմ սկսել ճանաչել ու շատ եմ սիրել։ Իդեպ նշեմ նաև մեր հետևորդներին, որ մեր ստուդիան շատ kids friendly ստուդիա է իրականում։ Օրինակ ես ունեցել եմ նույնիսկ իմ դասախոսներից մարդիկ, որոնք նայել են ասել, ինչ ես թույլ տալի, որ երեխաների հետ գան, իրենք կարան վնասեն ձեր սարքերը, բայց մենք չենք կարա թույլ չտանք, որովհետև ես գիտեմ, որ ունեցել եմ շատ մայրիկներ, որոնք օրինակ բաց են թողել դասը, որովհետև չեն ունեցել երեխային պահող։ Ես բոլորին ասել եմ ձեր երեխաների հետ հանգիստ եկեք եւ երևի իմ էջում էլ բոլորը տեսած կլինեք ինչքան երեխաներին նկատում, ինչի համար դրա պատճառով կինը բաց թողնի դասը։ Եթե կարա սիրուն բալիկ իր կողքը խաղա, ինքն էլ մարզվի, բալիկի համար էլ մենք բոլորս լինենք շատ լավ օրինակ։ Իմ աղջիկը օրինակ շատ է սիրում, ինչքան հենց որ գիտի, որ ես հենց գնում եմ, ասում եմ, մամա կլինի, ես էլ գամ քո հետ, ու ինքը շատ է սիրում։ Իսկ թվում է նաև մի քիչ, չգիտեմ, երևի ստեղից էլ է գալիս, որտեղ մթնոլորտը, ընդունելը, շփումը, որտեղ երեխաները մի քիչ ավելի ուրիշ ձև են այդ ամեն ինչը զգում։ Մենք դռնից բոլորը սիրով երեխաներին ընդունում ենք։ Այո, ու դրա համար ասենք իմ բալիկը երևի որորը, որ ես գիտի, ինքը տանն է ու ես գալիս եմ պիլատեսի, ինքը ինձ խնդրում է, որ ինքն էլ գա։ Մենք սիրով բոլորից սպասում ենք ձեր բոլոր բալիկների հետ միասին։ Լուզ, եթե քեզ հետ նայես, օրինակ առաջի բալիկի ժամանակ, դա քանի տարի առաջ էր։ 21 թվականին։ 21 թվականի Լուսինեին առաջի բալիկով ինչ խորհուրդ կտաս եւ առհասարակ ինչ խորհուրդ կտաս այն մայրիկներին, որոնք սպասում են բալիկի կամ պլանավորում են բալիկ։ Ինքս ինձ երևի խորհուրդ կտայի, որ շատ կուզենայի, որ այդ ժամանակ էլ այն մտքին լինեի ու այդքան ուժ ունենայի, որ մարզվեի, որովհետեւ, չգիտեմ, չի պատկերացնում երևի այդ ժամանակը։ Գիտես, իսկ քեզ ինչն է պահել, որ դու մտածել ես դե 27 տարի ապրում եմ, արդեն լավ, գուցե մտածել ես, որ արդեն լավ եմ, ահա, ինձ այդքանը հերիքա կպահի, բայց հերիք չի եղել։ Շարժումը երևի, որտեվ առաջին բալիկի հետ չկա ուրիշ մի բալիկ, ով որ քեզ ոնց որ խանգարի կամ բան, այսինքն դու քո հողիությունն ես վայելում, այդ ժամանակ այդ շարժումը, այդ ակտիվությունը միշտ մտածում են հերիքա։ Բայց չէ, իսկ թվում է խորհուրդ կուզենայի շատ, ոչ թե խորհուրդ կտայել, կուզենայի, որ այդ ժամանակ էլ մարզված լինեի, այդ ժամանակ ես զբաղվեի պիլատեսով ու ես միշտ անդադ ասում եմ, որ ինձ որ այստեղ եկել եմ, երևի շատ մեծ է այդ նշանակում, որ ոչ մի ինչ որ գովազդով։ Այսինքն մանգալով ու ես միշտ ասում եմ, որ չգիտեմ ինչի իմ շրջապատը ինձ երբ որ ես ինչ որ մի բանը ասում եմ, որ լավն է կամ բան, միշտ վստահում են։ Կապ չունի որտեղ լինի, նույնիսկ սնունդ լինի, նույնիսկ չգիտեմ ինչ լինի, ու ասում են դու պետքա նենց մի հատ տեղում լինես, որ ոնց որ չգիտեմ, եթե բլոգեր լինեիր, հաստատ բանկ ասում ես եթե բլոգեր լինեի, ըստ թվում է այդքան չէր իմ խոսքը գնա առաջ, ինչքան ոչ բլոգեր լինելով ինչ որ մի տեղը ասել որ լավն է։ Դե իրականում դու ունես քո փոքրիկ էջերը քո Instagram-ում, ես տեսել եմ, նաև ունես քո առողջ այնտեղ ինչեր քաղցրավենիքներ, ունես նաև մոմեր, ո՞նց ես հասնում այդ ամեն ինչ։ Այսինքն դու մարզվելու հետ նաև ինչքան հասկանում եմ, հետևում ես սննդակարգին։ Հա, այո։
ու երևի ինձ նաև պիլատեսը շատ օգնում է, որտեվ գիտակցաբար մտածելով, որ դու քո մարմինը արտաքինից սիրունացնում ես, նաև ուզում ես ամեն ինչը ճիշտ աշխատի, ուզում ես որ մնացածը ճիշտ անես, իրոք այդպես կա։ Ես ինձ նաև բռնացրել եմ այն մտքին, որ ես հիմա իմ հղի լինելով երևի անցած հղիությունս երևի տենց չի եղել, բայց հիմա մտածում եմ, որ այսինքն ինքնագիտակցաբար է դա լինում, որ ես նաև իմ սնունդն եմ հիմա հղի լինելով պահում։ Ու այդ պիլատեսից հետո էլ ավելի լավ, որ ես ասում եմ, իմ մարմինը հիմա ես ձգում եմ, արտաքինից սիրուն եմ դարձնում։ Ինչի փչացնեմ սնունդով, այո։ Սնունդով էլ կարելի է, պարտադիր չի, որ եթե մամա ես, պետքա ուտես նենց բաներ, որոնք քեզ ուղակի, չգիտեմ, քո ստամոքսը ուղակի ինչ որ չափով լցնում է ու դու քեզ արդեն զգում ես, որ դու սոված չես։ Դիսցիպլինան արդեն այդ կարգապահությունը պետք է լինի եւ մարզվելու եւ սննդի եւ ամեն ինչի։ Օրինակ կան մամաներ, ես ունեմ, էլի նույնիսկ լսել եմ այդ կարծիքը, որ ունեն արդեն երկրորդ բալիկ, վայ, չէ, վախենում ենք երրորդին ունենանք, հետո ոնց ենք վերականգնվելու։ Ես կարող եմ վստահ բոլորին ասեմ, որ պիլատեսով մենք շատ շուտ եւ շատ հեշտ կվերականգնվենք։ Մի վախեցեք ձեր երկրորդ եւ երրորդ եւ չորրորդ բալիկներին պլանավորեք, այնպես որ մենք ձեզ բոլորիդ կօգնենք եւ միասին կվերականգնվենք։ Գիտես, որ գիտական տվյալները ցույց են տալիս, որ մայրիկի ֆիզիկական ակտիվությունը, դա գիտականորեն ապացուցված է, հղիության ընթացքում ձեր ֆիզիկական ակտիվությունը կարող է իր հետքը թողել նաև երեխայի երկարատև ոնց որ առողջության վրա եւ իրենց ֆիզիկական ոնց որ վարքի այդ նախատրամադրվածության, այսինքն ոչ թե նշանակում է, որ ինչ երեխա ծնվի պիլատես է սիրելու, բայց դա ոնց որ ֆիզիկական ծրագրավորում է տրվում, ինչ որ ձևով մտնում է երեխայի ոնց որ գենի մեջ եւ ես նույնիսկ ունեցել եմ շատ հղիներ, որոնք միշտ ունենալուց հետո մեկ էլ ինձ նկար են ուղարկում, ինչ որ երեխան ինչ որ հետաքրքիր դիրքում, այսինքն ինքը 9 ամիս այդ երեխան իմ ձենը լսել է, այդ հրահանգները լսել է, այդ ֆիզիկական ակտիվությունը բնականաբար զգացել է, այդ ֆիզիկական ակտիվության հետևանքով այդ դրական, այդ երջանկության հորմոններ, այդ ամեն ինչը զգացել է երեխան այդ 9 ամիսների ընթացքում եւ ունենալուց հետո իսկապես դա ոչ թե ուղակի իսկապես գիտականորեն ապացուցված է, քո հիմա երկրորդ բալիկը ինչ որ բաներ անում է, դու ինձ նկարներ չես ուղարկել։ Հա, ես ուզում եմ ասեի, որ երկրորդ բալիկի հետ լրիվ ուրիշ է ու ինքը ես այսինքն առանց տեսնելու, առանց ինչ որ բանալու ինքը շպագատ է նստում։ Ու ես դա բռնացրեցի, երբ որ մենք հյուր էինք գնացել, ու մեկ էլ տեսա, որ ինքը տենց ոտքերը բացել ու նստել է, կամ շատ ավելի ակտիվ, ասենց շատ շարժում է, ու ես հիմա իմ հղիության ընթացքում նաև ինչ որ շարժումներ կա, որ անում եմ, ու ինքը իմ հետ լավ շատ ակտիվ անում է։ Այսինքն այդ որ հիմա այդ հետ գնացի մի հատ իր այդ ամբողջ ընթացքը բանեցի, իրոք տենց է ու ինձ թվում է ինքը ապագա պիլատես սիրելու է։ Շատ լավ է, հենց այդ ֆիզիոլոգիական ծրագրավորումն է, որը 9 ամիսների ընթացքում ինքը ստացել է քեզանից։ Ինձ միշտ ասել են, որ ինձանից դժվար հանգիստ երեխա ծնվի, ու մամաս միշտ անդադ ասում էր, որ Երանի քո երեխեքն էլ այնքան ակտիվ լինեն, ոնց որ դու ես տեղել։ Այո, ու ակտիվ են, այսինքն նույնիսկ առաջին բալիկս էլի, որ պիլատեսի չեմ եկել, ինքը ակտիվ է, բայց այն չի հիմա, որ զգում եմ ոնց որ երկրորդ բալիկս, ոչ թե, այո, ոչ թե նրա համար, որ հիմա ասեմ, որ հա պիլատեսն է բան, իրոք դեր խաղացել է, չեմ ուզում ոչ թե երևա որ հատուկ դրա համար եմ ասում պիլատեսի, այլ ես ինքս եմ զգում բալիկներից ու շատերն էլ կարան ասեն, որ իմ բալիկների երկուսի մեջ շատ տարբերություն է։ Սպասենք երրորդին, տեսնենք երրորդին։ Հիմա երրորդը ավելի է, ավելի է։ Ես հյուր էի գնացել, մեկ է տեստեմ այնտեղ շպագատը բացած նստած է։ Լույս, այսինքն դուրս է գալիս, որ մենք կանայք հղիության ընթացքում ոչ ուղղակի մարզվում են, այլ կարծես առողջ միջավայր են ստեղծում եւ հենց մայրիկներ իրենց համար եւ նաեւ այդ միջավայրը, որը ստեղծվում է, արդեն ոնց որ անդրադառնում է պտղի զարգացմանը, հետագա իր առողջությանը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հենց այսօրով հանդիպեցինք, շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հուսով եմ մեր հարցազրույցը կմոտիվացնի եւ ուժ կտա նաեւ շատ մայրիկների, այն մայրիկներին, որոնք վախենում են երրորդին պլանավորեն, որտեվ վախենում են թե ինչպես
ձեզ կվերականգնվեն։ Շատ շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալություն շատ հրավերի համար։ Սիրելի հղիներ եւ ապագա մայրիկներ, իզես ես կասեմ, երբեք մի թաքցրեք եւ մի ամաչեք այն սպիերից, որոնք հետք են թողել ձեր մարմինների վրա։ Չէ որ դրանք մայրության եւ նոր կյանքի հետքերն են, որոնցով պետք է միմիայն հպարտանալ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցները։